Բարեզրահիստես, ես Ռոնի Ղարբեն եմ Ղարբեն Real Finance ընկերության կողմից արդեն 2026-ը սկսել ենք, այսօր ամիսի 4-ն է, Սուրբ Ծնունդն է, բան ջրօգնեկն է վաղը եւ ջրօգնեք քշերա։ Ճուզեցի մեզ օրը ձերը ծրագիր չունենային, որտեղ Քրիսմասից արդեն 3-րդ շաբաթն է, բայց այսօրվա ծրագիրը մի քիչ տարբեր ասելով ուզում եմ ավելի մոտենանք 2026-ի սպասելիքները եւ ոչ թե ընդհանուր շուկայական, այսինքն headlines, այսինքն լուրերի սպասելիքները, որտեղ լուրերը տարբեր տեսակներ կան, ուզեցիմ ավելի շատ իմ փորձառությունս 34 տարվա ֆինանսավորման real estate-ի mortgage-ի գործի մեջ լինելով եւ այս տեսակ շուկան, որ հիմա է տեսել ենք 2008-ին էլ տեսանք, 2001-ին էլ տեսել եմ, 90-ական, 92, 91, 92, 3-ին էլ crash-ը տեսել եմ, ուրեմն քանի հատ crash-ներ եւ այս տեսակ շուկաները տեսել եմ եւ ինչպես ես քանի տարիներ mortgage backed security եմ աշխատել, այսինքն երկրորդական շուկան, այսինքն ֆինանսավորման աշխարհի բանկերի հետևի սենյակներում ինչա պատահում այդ շուկայում էլ աշխատել եմ եւ այս փորձառության վրայից ուզեցիմ ձեզի սպասեմ իրականությունը, որ ինչ պետք է կատարվի 2026-ի ընթացքին, որովհետեւ ասում են, որ արդյոք 2026-ին մարքեթը crash ալնելու մանավանդ Լոս Անջելեսին եւ այդ մասին ուզեցիմ մեկ քիչ խոսանք եւ տոկոսները ուր այթալու, արդյոք տոկոսները 4%-ի է իջնելու, դե ոչ։ Եվ այդ հարցումները շատ նորմալ հարցումներ են, որ ժողովուրդը հարցնում են, այս արժեքները ինչ այլնելու, crash անելու, դե ոչ, արդյոք տոկոսները 4-ի, 3-ի կիջնի, դե ոչ։ Եվ տանց համար ուզեցի մեկ քիչ բացատրություն տամ, որ իմանաք պետք է հասկանաք, այսինքն fundamental, այսինքն բուն պատճառները եթե իմանաք եւ բուն իր context-ները իմանաք, որ ինչու տոկոսները ինչ պետք է լինի եւ ինչու crash պետք է լինի եւ ընդհանրապես իմանաք, որ ինչպես է փողը, դրամը ինչպես է աշխատում, ինչպես է փողի եւ դրամի էկոնոմիի, տուների, տոկոսների համակարգը սովորելով կարող եք իմանալ, որ այո, ինչ է այնելու մի ամիս հետո, 3 ամիս հետո, 6 ամիս հետո, 1 տարի հետո կամ 3-5 տարի հետո։ Այսօր սկսենք խոսալով, որ 2026-ի մարքեթը ընդհանրապես մանավանդ Լոս Անջելեսի մասին եմ խոսում։ Չենք ուզում խոսալ Նյու Յորք ու Ֆլորիդայում, Միսիսիփի ու Ալաբամա, Լաս Վեգաս ու Յութա ու Լոս Անջելես։ Նույնիսկ Palm Springs-ի մասին եմ։ Եվ Լոս Անջելես ասելով Լոս Անջելես neighborhood, այսինքն Los Angeles County, չեմ ուզում միայն Glendale-ի մասին խոսեմ կամ միայն La Canada-ի մասին խոսեմ։ Եվ խոսեմ, որ ինչու եւ այդ ձեզի բացատրում ինչու crash չի լինի, այդ crash-ը որ սպասում եք արժեքները Los Angeles-ի մասին, որ unlikely որ crash լինի, եւ ինչու տոկոսները 4% չեն լինելու։ Սկսելով 2026-ին ամենակարևորը ուզում ենք տեսնենք, որ is it going to be a boom market, overbidding իրար ձերից խլում են, ինչպես որ այդ ունեցել ենք նախկյալում, դե որպես ելնելու է bust, crash։ Ոչ մեկը, ոչ ելնելու է տենցի աննորմալ վիճակ, որպես շատ իրար սպանելով ուզում են տուն առնեն, մայա տունա գալի 35 հատ offer-էր գալի, թե հիշում եք այդ օրերը COVID-ինը, listing երևնում է հեռացանում իմ agent-ին, ասում եմ, ես մայա հաճախորդ ունեմ, ասում այո 73 հատ offer ունեմ։ Եվ իրականություն էր, եւ կարը տենցի։ 35-ը մինիմում էր offer-ները, մինիմումն էր։
2026-ին լրիվորեն սպասում ենք, որ normalized, normal real estate-ի շուկա լինելով, այսինքն ժողովուրդը շատ ավելի ոչ թե զգայական ձևով են տուն առնելու, որպես emotional decision making չի լինելու, ավելի նորմալ հաշվարկի առնելով։ Եվ շատ ավելի քիչ ելնելու է որպես, ինչ ասեմ, ենթադրություններ կամ speculation։ Էսի առնեմ ուրեմն սենցի կելնի, ուրեմն հենց կելնի։ Ենթադրություններ չի ելնելու, նորմալ։ Շատ ավելի արժեքի վրա այդքան չեն հենվելու, որ արժեքը ինչա, ավելի շատ ժողովուրդը իրանց ուժը դնելու են ֆինանսավորման վրա եւ ֆանդամենտալների, այսինքն նորեն այդ բուն սկիզբնական կարևոր կետեր, այսինքն որ թաղամասում է, դպրոցների մոտ է, ապահով տեղ է, հողը ինչպես է, գետինը ինչպես է։ So արժեքները այլևս տարեկան ինչպես տեսնում ենք, որ 20%, 10% բարձրանում էր, չենք տեսնելու արդեն։ So sales activity-ները, առողջակները տեսնելու ենք, որ շատանալու է, բայց կամանց ավելի թեթև եւ ստավրայից կտեսնենք, որ այդ գումարը, այդ դրամը, որ այդ բայերների եւ սելերների մեջ տեսնելու ենք, որ այդ money movement-ը, ինչպես ասամ, ավելի իր fundamental եւ բուն սկիզբնական base-ի վրայից է շարունակվելու, քան թե աննորմալ, որ ինչպես որ նախկինում էր։ Եվ դա շատ առողջ, մատ healthy, մատ առողջ շուկայի առաջ բերում։ Եվ fundamental-ը չի նշանակում այն տունը, որ լավ թաղամասում չի վաճառվում, այլ ստանդարտների պատճառով, օրինակ, որ ստանից նախքապես ասել եմ, այն տուները, որ ասենք ճիշտ կպած է դպրոցին կամ դիմացն է, զանգակ, երեխաներ, էթալ գալ ճվալ, իր արժեքը ունի։ Եվ մոքի, որ ուզում է այդ թաղամասերում ապրի, բայց չի կարող թանգանոց առնի, իր fundamental եւ base-ը նորից եմ ասում, այդ ձևով է փոխվում։ So Los Angeles-ում ընդհանուր, օրինակ Glendale ասենք։ Glendale-ը տարիներ որպես Los Angeles-ի մեծ սաբմարկետներից մեկը իրան պաշտպաներ է եւ պահպաներ է իր արժեքը, իր ֆոնդամենտալը, իր նույնիսկ ինվենտորին, որտեղ նոր տուն ուր է սարքվում Glendale, չի սարքվում, ինվենտորին limited է, այսինքն շատ սահմանափակ է, ինչ տուներ գալիս է վաճառքի որպես քանակ։ Բայերները որպես գնողներ Glendale-ում իրանք շատ ավելի երկարատև owner occupied են, այսինքն առնում են շատ ավելի երկարատև պահում են, չեն առնում ծախեն 5 տարի հետո, transitory չի, այսօր Glendale-ում առնենք, հետո կծախենք այդան Malibu կապրեն, հետո կծախենք այդան Las Vegas, հետո կծախենք այդան Detroit կամ New York։ So long term owner occupied տուներ են վաճառվում Glendale-ում, քան թե այդ speculators, այսինքն գալիս են ու այդան։ Եվ այսի պատճառը էլի որ մենք stabilized մահ շուկա ստեղծի Glendale-ի համար։ Եվ 26 թվականին սպասում ենք որ ստաբիլ վիճակը շարունակվի Glendale-ում, արժեքները կամանց մարստ թեթև ձևի պետք է շարունակաբար բարձրանա։ Եվ այն տուները, որովհետև ասեմ ձրի փող չկա, ժողովուրդ գալի follow the money։ Այն տուները, որ արժեքը ճիշտ է դրվել եւ տունը ճիշտ է պահպանվել կամ ճիշտ է պահվել ավելի շուտ, իրանք շարունակաբար ծախվելու է։ Շատ նորմալ մահդ բան է։ So շատ sense swing չունենալու բարձանա իշնի կառնի շատ stable վիճակով Glendale-ը շարունակվում։ Օրինակ Burbank-ը է ամենա dependable վստահելի մահաքաղաքներից մեկն է, որպես քաղաք, որպես demand, որպես պահանջ։ Մանավանդ Southern California-ում Burbank-ը ճանաչված է
որպես պահանջող, պահանջասիրված, ուզած մի հատ stable եւ մի հատ վստահելի քաղաքներից մեկն է։ Եվ ինչու մեծամասնությունը այո, որտեղ գործերը, employment-ը Burbank-ում ուժեղ է, որովհետեւ ստուդիոների պատճառով։ Այսինքն ստուդիոները որ ունենք եւ դպրոցները Clark-ից բռնած Burbank High School-ը եւ Clark-ը եւ նմանները չսխալվեն բանն է, ինչա որ հիվանդանոց են իրancs մոտ մոռանում են։ Ինչևիցե դպրոցները Burbank-ին էլ շատ լավ դպրոցներ են եւ իրիկունը San Fernando-ի վրա night life-ը, բարերը, lifestyle-ը ունի, movie theater-ները, մալերը եւ այլն։ So շատ ավելի հանգիստ մի հատ calm շուկայա Burbank-ում եւ այս automatic bidding-ները, որ bidding անում overbid եւ overbid ավելի պակսելու է, անշուշտ չկա շատ քիչ հացերա եւ գնողները շատ ավելի զորավոր ֆինանսավորման մեջք ունեն, այսինքն գործ ունեն։ Ոչ թե necessarily down payment ունեն, փող ունեն, բայց մաքուր ուժեղ են եւ ուզում են offer-ները պետք է լինի, offer-ը պետք է լինի մաքուր եւ advanced ավելի offer-ներ էլի կամ պայմաններով կամ մեծևերով որ կարողանաս այդ շուկայի մեջ offer-ը ընդունի։ Ուրեմն Burbank-ը կամ Glendale-ը նույնիսկ, բայց Glendale ավելի զորավոր է այդ կողմից, Burbank-ը պարզապես չենք տեսնում որ overcorrection չի անում, adjustment անում։ Օրինակ Pasadena, South Pasadena, San Marino, La Cañada, Altadena, այդ քաղաքները պատմական երբ որ նայում ես պատմության մեջ այդ քաղաքները, բոլոր Los Angeles County outperforms, այսինքն Los Angeles County շատ ավելի բարձր մակարդակով միշտ sales եւ արժեք են ունեցել։ Միշտ, ոչ թե հիմա, այլ միշտ։ So օրինակ architecture-ը South Pasadena-ը հինոտ, բայց շատ ավելի տարբեր standard-ով, տարբեր տեսքերով են։ Կամ La Cañadan իր mansionized ձևի տուները, որ ունի ավելի այդ ձևով, կամ Altadena-ի մեծ հողերը կամ La Cañada-ը։ So sales activity-ները կամաց տեսնում ենք շատանում է եւ ինչպես ասեմ, իրենց արժեքները պաշտպանել են, պաշտպանելու են, բայց հիմա շատ ավելի կամաց բարձրանալու։ Եթե ընդհանուր San Gabriel Valley նայենք, որ ելնում ենք դեպի east, որ հիմա Arcadia, Temple City, Alhambra եւ այդ կողմերը, դրանք անշուշտ բայերները շատ ավելի կենտրոնացած են նորեն դպրոցի վրա, space-ի վրա եւ long-term stability վրա եւ balance market հանդերձ կելնելու նորեն արժեքները։ San Fernando Valley, որ ելնում է մեր valley հասկացողությամբ, բաժանված է երկու բուն մասերի։ Մատ ունենք, որ իր high-end neighborhood-ն, այսինքն բարձր կլասի, բարձր արժեքով թանկ պահանջող տեղերը, որ ելնում է Sherman Oaks, Encino, Studio City, Toluca Lake-ն էլ կցում ենք դա մեջ, այս Toluca Lake-ի համար ջոկ, բայց դա մեջ Studio City, Sherman Oaks, Encino, Toluca Lake։ Եվ այդանք լրիվորեն բարձր մակարդակի թանգանոց եւ պահպաներ են եւ պահպանելու են իրենց արժեքներն ու պահանջը։ Եվ ունենք տարբերներ, որ Van Nuys, Northridge, Sherman, Winnetka, Canoga Park եւ այլն։ Եվ այդանք էլ ինչպես մյուսների նման բայերների կողմից առավելությունը San Fernando Valley-ը ավելի հնարավորություններ ունես, ավելի տուներ կան տարբեր ստանդարտի, տարբեր արժեքների, so inventory-ին մի քիչ ավելի շատ է ընդեղում եւ արժեքների կողմից մի քիչ ավելի լավ է։ Եվ ստրատեգին այնա որ այդ կողմերի համար ընդհանրապես ամեն կողմերի, բայց այդ կողմերի համար որ to beat the speed, այսինքն արագությամբ պետք է մոտենաս այս հարցին։ So արդյոք crash ելնելու դե ոչ crash ելնելու համար որևէ շուկա, որևէ market, եթե ասում ենք real estate-ը crash ելնելու 3 հատ կարևոր կետեր կան, որ այս 3 հատ կարևոր կետերը
պետք է միաժամանակ միասին նույն ժամանակ պատահի որ մարքեթը crash անի սոսի լավ լսեք մարքեթը crash անի սուրճ խմելուց խոսալուց էսա արժեքները ցածը գալի ոչ ոք չի առնում ոչ մարդը crash պետք է անի 3 հատ բուն պատճառներ ունի մեկը լինելով oversupply of homes այսինքն ամեն մի հատ գնողի համար 5 հատ տուն էլի մենք հիմա հակառակ ունենք ամեն 5 հատ առնողին մի հատ տուն կա պետք է ամեն մի հատ առնողին 3 հատ 4 հատ 5 հատ տուն էլի գոնե 2 հատ գոնե option-ը էս ես կորոշեմ ոչ թե սելերը բայերը որոշի այս 3-ից որ մեկ առնեմ հիմա տենց չի հիմա բայերը ասում մի հատ տուն ա եկե ես էլ ձեռից չտա So oversupply of homes որ doesn't exist. Մեծ քանակով անգլերենով ասում են distressed sellers, այսինքն վաճառողը լուրջ հարց ունի, որովհետև իր տունը 1 միլիոն պարկ ունի, կարժի 800,000։ Ինչպես short seller-ը։ Արդյոք հիմա տենց է։ Ամեն seller իր տունի վրա այնքան equity ունի, միլիոնատեր են ամեն մարդ այդ տունը ծախի։ Ով որ էստեղ հիմա տուն ունի վերջի 15 տարվա մեջ արել, այսօր ծախես Հայաստան 1 միլիոնով cash այդպես ապրես, կամ որևէ երկիր։ 1 միլիոն cash, ով որ 15 տարի տուն արել, ունի guarantee։ So distressed seller, հա, չեմ խոսում այն որ բաժանվում է divorce եւ այլն եւ այլն։ Եվ երրորդը qualified գնողներ չեն շուկայում, այսինքն գործ չունենան ժողովուրդը։ Ես չեմ կարող տուն արել, որտեվ գործ չունեմ, որտեվ կրեդիտ չունեմ, որտեվ եկամուտ չունեմ։ Այսօր գնողները ամեն մարդ էլ գործ ունի, ամեն մարդ էլ կրեդիտը լավ է, ամեն ասելով սխալ մի հասկացեք, մեծամասնություն։ Եվ այսօրվա գնողները մեծամասնությունը երիտասարդներ են, որ կամ նոր ամուսնացել են, կամ ամուսնանում են, կամ նոր են ամուսնացել, պրոֆեսիոնալներ են, տեր եւ տիկին աշխատում են։ Ամոթ չկա այսօր աշխատելու մեջ տեր եւ տիկին, որ լավագույնն են ուզում։ So oversupply-ը Los Angeles-ի մասին եմ խոսում։ Չեմ խոսում տեղեր, որ մեզի կապ չունի։ So housing shortage ունենք, անպայման ունենք, ամեն օր լուրերը դա մասին է, տուն չկա, նոր construction-ը չկա։ Glendale վերջի անգամ երբ է նոր brand new տուն սարքվել։ Չեմ ասում հինը քանդերը նորն են սարքել, նոր հողի վրա։ Մետև որ հող այլ է, երբեք տուն չի ելը սարերի այդ վերևները։ Որ է սարքում, երբեք Glendale կամ Burbank կամ Pasadena կամ La Cañada, չկա։ Distress ամենը fix տոկոսներ ունեն 3-4%-ով, payment-ները լավ, equity շատ, ինչ distress property, ով չի կարող payment տա կամ տուն ծախի։ Եվ այսօրվա buyer-ները ինչպես է full documentation-ով ամենը qualified են, ամենը լավ credit ունեն։ So պատճառ չկա market-ը crash անի։ Տեսնում եք ուր եք դու, պետք է real նայենք այս հարցերին, ոչ թե նայենք մամուլի վրա headlines, news-ը ինչ է։ Ինչպես սկիզբ ասամ, fundamental based market է, այսինքն բուն, standard, systematically, որ գործ ունի, որ եկամուտ ունի, որ տուն ունի, այսօր տուն առնում է։ Միան քանակ, որ քիչ է, հնարավորությունը քիչ է։ Տոկոսի մասին կանդրադառնանք տոկոսի մաս։ Այո, տոկոսների մասին խոսանք, տոկոսները, որ հայտարարում են, որ ես ամեն օր լուրերի վրա լսում եմ, մանավանդ չսխալվեմ, ուրբաթ օրվանը լսացիմ, rates are low 6.15 something, տեսնի բան։ 6.1, 6.2 տեսնի բաներ, որ advertise են անում պաշտոնականը։ Այդ advertise-ները նույնիսկ 5 որ է լսացիմ, շատ կներեք, այո, մա լուրերի վրա էր 4.5% fixed առանցի ծախսի 4.5% fix առանցի ծախսի So հարցրամ առաջինը 30 տարվա fix-ի մասին չի խոսքը 15 տարվա մասին էր fix-ը Best case scenario-ն են դնում ամենալավագույն տոկոսը ամենալավագույն credit-ը ամենամեծ down payment-ը եւ point-եր ծախսել վճարելով
So Մենք կա ասում ենք անգլերենով, ես իմ պայմաններով ասում եմ, որ true mortgage rate, այսինքն իրական տոկոսը, եւ այն տոկոսը, որ ժողովուրդը actually լաք են անում, եւ մենք էլ կա որ ինձ մասին խոսում են։ So որ մեկը նա որ ճիշտ է, ինչպես միշտ ասել եմ, 5 տեղ պետք է հրաձայնեք, թուղթի վրա black and white, ձեզի տան որ կարողանաք ճիշտ բախտատեք apple to apple, այսինքն նույն պայմաններով, ստա point-ը, ստա ծախսը, ստա պայմանները, ստա credit score-ը, նույն պայմաններով 5 տեղ հրաձայնեք, ասեք 3-ը նույնն են ասում դե։ Հիմա կենտրոնական բանկի մասին են խոսում, հեսա Federal Reserve drops the rate 0.25%, նորեն իջացնում է։ Տոկոսները, տուների տոկոսները բոլորովին կենտրոնական բանկի տոկոսները իջման հետ կապ չունի։ Հիշացնեմ։ 30 տարվա տոկոսները տուներինը կախյալա 10 տարվա treasury bond-ին inflation-ի սպասելիք, այսինքն սղաճը, որ խոսում են, որ կասում են inflation-ը 3%, 2% է, սղաճը թանկությանն կապ ունի, market risk-ին կապ ունի, այսինքն նայում է շուկան, որ ռիսկը ինչը հաջորդ 1 տարվա մեջ կամ 2 տարվա մեջ կամ 6 ամսվա ընթացքում ռիսկն է նայում։ Թրամփը էս արավ, էս կենի, էս էլավ, ընկելի, market risk-ն է նայում։ Եվ lending spreads-ը, որ ինչպես ասել եմ, որ բանկերի շահաբաժինը, որ 10 տարվա treasury-ի վրա դնում են։ Այդ իրան շահը, որ միշտ պատմության մեջ 1.5-ի շուրջ նայել է, որ քանի տարի է 3-ի վրա են պահել, որ կամաց այդ շահը բերմեցած։ Անշուշտ շահ ասելով gross profit-ը spread են ասում, որ դա մեջ մտնում է ռիսկերը եւ այլն, բայց դա ռիսկ չեն անում, շահում են։ So կենտրոնական բանկը կարող է short term rate-ը կտրի, քառորդ իջաստան քառորդ, բայց mortgage rate-երին կարող է կտրի հակառակը տոկոսները բարձրանան։ Կենտրոնական բանկը տոկոսները կտրի, կարող է տունի տոկոսները բարձրանան։ Դա համար կենտրոնական բանկի headlines-ը լոն միայն տոկոսներով ասում են իջաստավ կամ իջացնելու է, ասեն ինձ ինչ տուն առնելու համար էդի, տուն առնելու կապ չունի։ So realistic mortgage expectation-ը սպասելիք ինչա 2026 թվականին պաշտոնական ասում են low sixes, ինչպես որ ուրբաթ է 6.1։ Մեկ ասում են 5.9 ելնում է, բայց մերը արդեն շաբաթներ է, որ մեկից հետո հուսով եմ ժամանակ կանենք անդրադառնանք, արդեն 5.5, 5.6, 5.7-երի մեջ է մերը պաշտոնական։ Բայց 4 լինելու համար 3-4% չի պատահելու։ Եվ ինչու։ Այդ էլ սովորենք, ինչու որ հեշտ է, որ դուք իմանաք, երբ մեկ ասում եք, այսա տոկոսները թող այսա 4 կենի հետո տուն կառնենք, ասեմ իմանաք։ Այն որ 3% էր այդ օրվա շուկան նորմալ շուկա չէր, it was not a normal situation։ Շատ emergency, COVID, 2008-ի crash, այդ emergency պետությունը, որ globalized վիճակ էր, համ 2008-ի crash-ին globalized էր, գլոբալական խնդիր էր, որտեղ ամենին ազդեց, COVID-ն էր գլոբալական այդ հարցեր։ Եվ այդ գլոբալական լուրջ հարցը այսօր չունենք։ Նորեն, ասենք ինչու տոկոսները պետք է 4-երի մեջ չլինի։ Հիմա ասենք ինչու տուները crash չի անի, հիմա նայենք ինչու 4 չպետք է լինի։ Առաջի հերթին սղաճը, որպես թանկություն, որպես inflation, որ կենտրոնական բանկը ուզում է 2 լինի, որ հիմա high 2-երի մեջ է, ասենք 2.7-երի մեջ է, դա ելնում է մինիմում տոկոսը։ Տոկոսը չի կարող inflation-ից ցած լինի, սղաճից ցած լինի։ So եթե 2.7 է սղաճը, 0 rate-ը, 0-ն 2.7 պետք է լինի։ Այսինքն ոչ մեկը շահում է, ոչ մեկը ծախսում է, ասի այսօրվա տոկոսը առանցի որը 2.7 որ մինիմումն է։ Եվ այդ վրա դնում են ռիսկերը, այդ վրա դնում են ծախսերը,
Ըտա վրա էլ դնում են պետական դեֆիցիտը, որ պետությունը պարկ է արել, պետության պարկը, որ տոկոս է տալի վրան, այդ դեֆիցիտն էլ, որ ամեն անգամ բաջետի հարցայելում եւ ստորագրում են, այս դեֆիցիտ ամենից թանկունն է, բարձր ունեցնենք, դեֆիցիտն էլ պետք է աշխատի։ Այս բոլորը pressure-ը դնում, որ տոկոսները բարձր մնան, դեֆիցիտի պատճառով, ռիսկի պատճառով եւ լենդերների մանավանդ բանկերի երկարատև ռիսկը։ Եվ այդ spread-ը, որ ինչպես ասամ մի քիչ առաջ, այդքան բարձր պահեր են։ Հիմա ինչպես ասամ, մեր միջոցով spread-ը իջեր է տամը 5.75 կամ 5.5-ը, բայց կարող է ավելի իջնի։ So բանկերի ինվեստորները, որ իրենց պահանջն է իրենց դրամը, որ ինվեստ են արել, ինչքան գումար ստանան վրան, պետք է ձեռ տա իրանց։ Ասում եթե ես այդ 10 տարվա treasury առնեմ 4.1-ով, որ 10 տարվա բանկը ձեզի ցույց եմ տալի ամեն շաբաթ, չէ՞։ Ինվեստորը բանկը, ասում է, եթե բանկ առնեմ պետությունը գարանտի արել 4.1% էլ տոկոս է տալի ինձի։ Ես քեզ հետ պետք է 4% տամ գլխացավն էլ վրան, ծախս ու գործավոր ու loan ու paperwork ու foreclosure ու կտաս ու payment հաշիվը այդ հերը խենթեմ քեզի 4%-ով, այդ կեթամ 4%-ով բանկ առնեմ, 4% կաշխատեմ։ Ուրեմն 4% բանդի վրա պետք է ունենամ շահս, ունենամ ծախսս, ունենամ ռիսկս, հաշվում ես այս 3-ը 4-ի վրա, լավ 7։ Բայց հիմա այդ 4.1-ի վրա որ 10 տարվա բանդն է, բանկ այդ ամեն գլխացավներով 6, 2% է բարձրացրել։ Պետք է շահի, չէ, ջրի քեչի կարմիր խաչ չի այս բանկը։ So 4% լինելու համար, ճիշտ կարծես դու այսօր եթե սպասես gas station, ասես սպասում եմ գազը ելի $1.50։ Արդյոք ելի $1.50, հիմա ինչքան է, $5 ինչքան է։ $1.50 կելի, ոչ, չի ելի։ So այդ չելնելու համար տոկոսեն էլ 4 չի ելի։ Բայց փոխարեն նայում եք ինչ պետք է լինի, լուրերը որ նայում եք, նայեք տվյալը։ Թիվ 1 նայեք ամեն օր, կարող եք ձեր եթե տելեֆոն ունեք, տելեֆոնի վրա դնեք որ կա stock market, bond market, ամեն օր նայեք 10-year treasury-ին ուր է։ 10-year treasury։ Երկրորդը գրեք inflation rate-ը ամեն օր նայեք, inflation wage growth եւ ռոճիկների ավելացումը, inflation եւ wage growth-ը նայեք։ Եվ երրորդը employment trend, արդյոք գործերը ժողովուրդը անգործանում են, դե գործերը ստեղծվում։ Այս երկուքը նայելով, այս երեքը նայելով, ձեզ ուղղություն կտա, որ տոկոսները ուր են եթում, քան թե նստենք եւ երևակայական հաշիվներով մտածենք։ So եթե այսօր գնող եք, buyers եք 2026 թվականի համար, մի սպասեք for the perfectionist perfect ելնելու, որտեղ այդ օրը չի գալու, perfect օրը չի գալու։ Կենտրոնացի ամսական payment-ի վրա, ոչ թե արժեքի վրա, ոչ թե շուկայի վրա, ոչ թե cash կեները չի ելնի, կենտրոնացի քո ամսական payment-ի վրա։ Այսօր եթե ինձ հեռաձայնում եք, այս տարի 2026-ին ով ինձ հեռաձայնես տուն եմ ուզում, առաջի սարսում ելնելու է maximum payment ինչքան ես կարող դաս, ամենաշատը։ Եթե դասես ամենաշատը $2000, կասեմ հույսով եմ դու $1 million down payment ունես։ Եթե ասես $5000, կասեմ արի հանդիպենք խոսենք։ Անշուշտ Լոս Անջելեսի մասին է խոսքը։ Եվ ինչ պետք է անենք, negotiate the price and seller's credit։ Այսօր seller-ներից մենք կարողանանք, եթե տոկոսը 5.75 է, եթե point-ով կարող ենք իջացնենք օրինակ 5.5-ի, seller-ին ասենք այդ point-ը վճարի 5.5-ի, you're good 5.5-ի իջացնելով։ Seller-ի հետ negotiate անեն։ Buy down-ը որ կա որ ասում եմ միշտ պետքից հետո էլ կանդրադառնանք 3-to-1 buy down-ները որ առաջ 5.5-ով հետո 4.5-ով 3.5-ով այդ սիստեմն էլ կա, temporary-ն է։ Եվ կարող ես հետո միշտ refinance անես, երբ որ տոկոսները, եթե կարծում ես 4-ի կիջնի եւ սպասում ես այդ օրվա։ Ինչպես միշտ ասել ենք, you marry the house, ամուսնանում ես տան հետ, but you date the rate, բայց տոկոսի հետ date ես անում, որտեղ փոխում ես։ Հույսով եմ կնկատ չես փոխում կամ ամուսնուդ։ Հույսով եմ։ So seller-ների համար, ինչ է դի buyer-ների համար էր,
Սելերները թող նկատի առնեն, որ բայերները դեր payment sensitive սելերը պետք է մտնեն բայերի վիճակի մեջ, գնողի վիճակի մեջ, որ ես այս բաներ ուզում եմ, payment-ը իր համար շատ ավելի կարևոր է։ Ես եթե $20,000, $10,000 վճարեմ credit տոկոսի իջացնեմ, բայերը շատ ավելի ուրախ կլինի տունս առնելու համար։ Եվ արժեքի մանրամաս, որ ինչպես էս արժեքարը կարևոր է։ Ամեն տուն իր արժեք ունի։ Շոնդանք որ տանը value-ը ցույց տալի, օքեյ, տեղ ունի մեծացնելու տեղը, view-ն, դպրոցը, սուսերները, ապահովությունը վաճառվում է։ Overpriced homes don't sell, they stay on the market. So եթե էսի ամփոփենք ընդհանրապես 2026-ին ինչեր այնելու, կարող եմ ասեմ մեծամասնությունը, որ ժողովուրդը supply-ը, տուների supply-ի պակասությունը շարունակվելու այս ձևով, որևէ ձևի հույս չկա տուները շատանան, եւ նորեն Լոս Անջելեսի մասին ենք խոսում։ Եվ ինչքան ուշ առնես, այդքան ուշ equity հարստություն ես ստեղծում, որովհետեւ արժեքները շարունակաբար բարձրանալու է, ճիշտ է, իր հանգիստ խավով, բայց եւս բարձրանալու է եւ fundamental բուն պայմանների տակ մնալու է։ Market crash 2026-ին չկա։ Հիմա հուշով եմ COVID-ի նման ուրիշ բան չելի, աստված ոչ արած terrorism, ինչա, մենք այդպես բաների մասին չենք խոսում, նորմալ պայմանների մասին։ Ինչպես տեսանք ապրիլից մինչև հիմա, որ այս Դոնալդ Թրամփի թերիֆները սղաճ, թանկություն, աշխարհի վերջինը, ոչինչ չելավ։ Ոչինչ չելավ։ 8 ամիսը թերիֆով կյանքը շարունակվում է լրիվ աշխարհում։ So market crash չկա, որովհետև տուներ չեն սարքում flooded of homes եւ distress seller-ներ չկան, ես ամեն մարդ equity ունի, ամեն մարդ էլ գործ ունի։ Եվ պահանջը դեռ շարունակաբար կա։ Տոկոսներ ինչպես ասամ 4-ի չի իշնի, էսա որ կա 5-երի մեջ, այսինքն եթե այսօր չես կարող առնես, ուրեմն you can buy period։ Եվ ինչու, որտեղ այդտեղի emergency crisis չկա հիմա, որ ելնի, եւ inflation-ը որպես սղաճ, որ արդեն 2.7-8-երի մեջ է, որ բեկե, այդ իր base-ն է, մինիմումն է, չի կարող սղաճից չափ ելնի։ Եվ բան մարքեթը 10 տարվա treasury-ն եք հետևում եւ կենտրոնական բանկի տոկոսներին բոլորովին կապ չունի։ Ընդհանրապես real estate-ի եւ loan-ի մեջ ընդամք են շահավետելնում, ինչ որ հասկանում են սիստեմը։ Դե սիստեմը հասկանաս, իրականությունը ընդունես եւ իմանաս եւ չսպասես ընդանք որ նախկինները սենց այլ է, այս մարդը եկա ոչինչ չուներ գործը դրավ, հիմա 6 հատ տուն ունի, անցյալի հետ գործ չունես, առաջ պետք է երթաս, նայես առաջադիմությունը եւ ինչ ես կարող անես։ Սա 2026-ի սպասելիքն է, որ ինչ պետք է լինի ընդհանրապես 2026-ը, հիմա նորից եմ ասում, ամեն մարդու համար նույնը չի եւ նույն ձևի չի, բայց չի նշանակում, որ խորհրդացեք, ամեն մարդու համար մենք տարբեր ծրագիր ունենք։ Մենք նայենք մարքեթի ինչպես ուրբաթ օրը փակվավ, մենք տոկոսները, մեկ քանի հատ լիստինգներ շատ քիչ։ Սա մենք նայենք շուկան խնդրում եմ։ Առաջինը Dow Jones-ը 48382 փոնդ, 319 փոնդ շահ ունեցավ, S&P-ն 5858, 12 փոնդ շահ ունեցավ, Nasdaq-ը 23235 փոնդ կորուստ ունեցավ։ Գերմանական DAX-ը 24539, 48 փոնդ շահ ունեցավ, անգլիական FTSE-ն 9951, 19 փոնդ շահ ունեցավ, Japanese Nikkei 50339, 187 փոնդ կորուստ ունեցավ, Shanghai 3968, 3 փոնդ շահ ունեցավ։ Քարյուղը 57 $33, 9 սենտ կորուստ ունեցավ, ոսկին 4341, 80 սենտ շահ ունեցավ, արծաթը $72.26, $1.60, բայց platinum-ը նայեք հայրենակիցներ
Platinum-ը $500 չէ, $800 average է, նայեք ինչքան այլ է 2153։ Եվրոպական եվրո $1.17 1 եվրո, անգլիական British pound-ը $1.35 1 pound, Bitcoin-ի Coinbase-ը ուրբաթ օրվա փակման ժամանակ 90,000 եւ դրամը Հայաստանինը 381 դրամը $1։ 10 տարվա treasury, որ մեկ քիչ առաջ ասում 30 տարվա վարկերը դուք էսի պետք է նայեք, ինչպես տեսնում եք, ամփոփող այլ է բավական ժամանակը եւ այս ծավալի շարունակումը առայժմ է 30 տարվա վարկեր ուզում եք իմանալ ինչա, ստա վրա ավելացրեք մոտ 2%։ Էդի average-ն է։ Մեր պայմաններում ստա վրա ավելացրեք 1.5-ից 1.3, բայց շուկան ասում է ստա վրա ավելացրու 2%։ Մենք տոկոսներ կուզեմ անդրադառնանք անշուշտ, ինչպես ասամ, տոկոսները ամփոփող են մնացել, բայց ինչևից է նայենք։ Առաջինը ցույց եմ տալիս այս refinance-ի համար այս ձեր վարկն 832,000-ից ցած եւ ձեր credit-ը լավ է եւ գոնե 20% equity ունեք, լավ credit ասելով 781-ից վրև, եթե դուք բարձր տոկոսով եք առել 6-երի մեջ եք, կարող եք refinance անեք այսօր 5-երի մեջ։ Եթե ունեք նույն պայմաններով, բայց ունեք cash-ա գումար քաշեք տան վրա, պետք ունեք ADU սարքեք, պարկերը փակեք, հարսանիք ունեք 5.75։ High balance-ի պարագայում, այսինքն 832-ից 1.250,000, 5.875 էսի refinance-ի համար է։ Սա եթե tax return-ներ չունեք, self-employed եք, դուք ձեր գործ ունեք եւ ուզում եք profit and loss statement-ով եւ interest only միայն տոկոսը վճարեք 6.375։ Հիմա եթե credit-ները վատա 620 ձեր credit score-ը, չեք ոչ միտեղ ոչ ու ձեզի loan չի տալի cash-out-ի համար, գումար քաշելու համար, ըստա վրա FHA-ով կարող ենք 5.5%-ով ձեր համար վերցնենք։ Էսի temporary buy down-ը, որ ասում եմ առաջի անգամ, եթե ուզում ես տուն առնես, այս օրինակը տվեմ $800,000 վարկի պարագ, նեոշ $800,000 purchase price-ը տա 5% կանխավճար, եթե դնես ուրեմն $40,000, տոկոս դնում է 5.625։ Բայց ասպես ես չեմ կարող ամիսը $4,300 տամ, միայն կարող եմ $3,400 տամ առաջի տարին։ Հետո 3 տարի հետո աստված մեծ է։ Մենք դեզի 3.625-ը կարող ենք տանք էսի ստանալու համար seller-ը $16,000 պետք է վճարի, դու ստանաս 3.6-ը։ Մենք seller-ի հետ negotiate ենք անում, իրան ասում ենք, որ այս 16,000-ը վճարի, դու ստանում ես սա $1,000 ամիսը ավելի քիչ առաջի տարին, $500 ավելի քիչ 2 տարին, իսկ էսի 3 տարի ժամանակա տալի մինչև տեղավորվես։ Սա Fannie Mae first time home buyer-ի համար 3% կանխավճարով, 5.5% ինչպես տեսնում եք 1 point-ով։ So տոկոսները հայրենակիցներ, եթե ուզում եք seller-ին, մենք ասենք seller-ին, ձեզ ներկայացնում ենք seller-ին եւ ասում ենք նայ, մենք ուզում ենք 5.3-ը, բայց տեղում պետք է 2 point վճարես կամ 5.5-ը պետք է 1 point վճարես, մենք seller-ը negotiate ենք անում 5.5-ը ստանում ես եւ մնում է տենցի 30 տարի։ 20% կանխավճարի պարագայում 5.625-ին նոր է 781 credit score պետք է ունենաս, owner occupied տուն պետք է լինի, վարձու համար չի, single family-ա, unit-ների համար չի եւ տուն առնելու համար է։ 20 տարվա fix-ը 5.375, 19 տարվա fix-ը սա էր որ advertiser անում, որ it's unbelievable ինչպես, եւ 10 տարվա fix-ը 5.625։ High balance-ները որ ելում են ընդհանրապես 832,000-ից 1,249,000, 5.10% կանխավճարի պարագայում 5.875, 20% կանխավճարի պարագայում նույն ձևի 5.875, 20 տարվա fix-ը 5.75, 15 տարվանը FHA-ները ուրեմն որ մի քիչ եկամուտի դժվարություն ունի եւ կամ credit-ի դժվարություն ունի կամ down payment-ի FHA-ն ամենից լավ պայմաններից մեկն է 5.25 1 point-ով 5.5 0 point-ով նույն պայմաններով բայց high balance այսինքն 832-ից 1.249,000 5.75 սա եթե FHA-ը ներկայիս ձեր loan-ը FHA վարկա ներկայիս վարկն է FHA եւ տոկոսը եթե բարձրա 0 ծախս վճարելով 6%-ով առանց եկամուտի թուղթի, առանց credit score-ի, առանց appraisal-ի
կարող ենք տոկոսը իջացնենք 6-ի, եթե FHL-ը ներկայիս ունես։ Ջամբոները մինչև $3 միլիոն ունեն, մինչև 5 միլիոն, մինչև 6 միլիոն, մինչև 10 միլիոն, բայց այս մեկը ցույց եմ տալի միայն մինչև $3 միլիոն full tax return-ով։ Սա առանց tax return-ի, profit and loss statement, no tax return եւ interest only 781 credit score լինի մինչև $2 միլիոն, մեզ ցույց տվեք 25% կանխավճարով, ելնում ես 6,375։ Սա bank statement program, այսինքն դու քո գործը ունես, bank statement-ին ես մենակ ցույց տալի tax return չեն տալի 6.25։ Սա է նույն ձևի bank statement, բայց interest only payment-ների հետ օգնում է։ Սա line of credit number-ը, HELOC line of credit-ը մինչև $500,000 line of credit կարող եք ստանալ մեր միջոցով, ավել էլ ունենք, 1 միլիոն էլ ունենք, բայց այս մեր ծրագիրը ցույց եմ տալի եւ 7.25 այլում line of credit-ը տունի second line of credit։ Սա fix երկրորդ է, բայց առանց tax return-ի, no tax return, profit and loss program-ով fix second-ը մինչև $750,000, ելնում ես 8.25։ Չեմ ամ, եթե ժամանակը կների մեկ քանի հատ լիստինգներ նայենք, հուսով եմ, որ կարողանանք մեկ քանի հատ արագացնել, մի քիչ արագ գնայինք, եթե կարծեմ ժամանակ ունենք, սա նայենք լիստինգները, խնդրում եմ։ West Hollywood, one bedroom, one bath, այո, West Hollywood 764 square feet տունի մեծությունն է, $549,000 West Hollywood-ի շատ լավ թաղամասներից մեկն է, նրանք որ West Side ապրեն, երիտասարդ են, գործները եթե թաղամասերում է, for a one bedroom or Washer Dryer hookup and ներսունի is not bad West Hollywood-ում եւ Homeowner Association $455 միայն։ Sherman Oaks 3 ննջասենյակ 2 լվացարան 1544 square feet, size-ը լավ է, Homeowner Association $595, asking price $625,000, Sherman Oaks-ում $405 price per square feet եւ այս վիճակի տունն է շատ լավ քարի գործ են արել, շատ լավ աշխատանք են դարել, գետինի մանրատախտակները, good job, good home, good location, Washer Dryer hookup-ն ներսնա, is not bad եթե valley եք ուզում տուն ունենալ։ Նորթիջ 2 ննջասենյակ 2 լվացարան 1390 square feet տունի մեծությունն է 680 Homeowner Association թանկացել են եւ թանկանալու են եւ թանկել մնալու են, որտեղ ինշուրենսն է թանկացել, ջուրը, utility-ն է թանկացել, ամեն դեպս թանկություն են $667,000, բայց brand new remodel-ած է Նորթիջում, good եւ մեծ էլ patio ունի։ South Pasadena 2 ննջասենյակ 2 լվացարան, nicely done, recessed light-երը, խոհանոցը, գետինները Փոքր 908 square feet-ը, բայց Homeowner Association-ը մեկ քիչ ավելի manageable, լավ location-ում է $675,000, բայց այս վիճակով եւ այս location-ում is not a bad price։ Santa Monica շատ լավ թաղամասում է, one bedroom, one bath, 884 square feet one bedroom է, շատ մեծ one bedroom է Santa Monica-ի համար, $748,000 asking price, բնայք լրիվ remodel-ած է, գետիները, recessed light-երը, bathroom-ները, խոհանոց, ինչպես տեսակ, for Santa Monica is not bad եւ Santa Monica լավ թաղամասներից մեկն է։ Տուները նայենք մեկ քիչ արագ եմ եթում, սկսելով, փամդելով սկսենք 4 ննջասենյակ 3 լվացարան, 2000 square feet տունի մեծությունն է, 7000 square feet հողամասի մեծությունն է, asking price $500,000, so մեկ եթե բաջետի վրա է, 500,000 ավել չես կարող առնես, համեցեք, դες տուն կա, ի վիճակի էլ է, հատուկ ծախսել չունես, պետք է մենակ քաշվես ու մեջը ապրես, $500,000, 7000 հողի մեծությունն է, 2000 տունի մեծությունն է, there's not much expense, մենակ երևի ներկես and moving, so կա տուն ուզում եք, փուլ էլ ունի, փուլով տուն էլ է, մոռացել իմ փուլի տուն։ Winnetka 4 ննջասենյակ 2 լվացարան, 1341 Valley-ի մասի խոսում եմ, մոտ 10,000 square feet հողի մեծությունն է, բավականին մեծ է հողը, $819,000 asking price-ն է Winnetka-ում, տունն է վիճակը, եթե նայում եք ոչ նոր է, ոչ հին է, բայց it's livable condition, գետիների մանրատախտակը կա, maybe paint job եք անես ներկես, so it's not bad for, բայց մեկ իջին է high end of it, but affordable end of it, 819,000 affordable է։ Silmar 3 ննջասենյակ 2 լվացարան 1370 square feet տունի մեծությունն է 5500 square feet հողամասի։ Լավ է իջացնեմ։ Այս տուները, որ հիմա ձեզ ցույց եմ տալի, այս բոլորը ստանք վերջի 10 օրվա լիստինգներն են, այսինքն Christmas-ից լիստ են արել։ Երբ որ Christmas-ի օրով, նոր տարով ստանք լիստ են արել, ինձ երկու բան է թելադրում։
կամ distressed property, որ խոսում ենք desperate են, որովհետև կամ աստված ոչ արած divorce, կամ մահ, կամ բաժանվել, կամ մի բան խնդիր կա, ուզում են ծախեն, դա համար անհամբեր ասել են Քրիսմասին էլ լիստ արա, դա համար արժեքները շատ ավելի թանկ են դրել, որովհետև desperate մարդիկ սխալ արժեքներ են դնում։ Van Nuys-ում $741 price per square feet, շատ սխալ արժեք է, ես էսի ուզեցիմ ձեզին ցույց տամ, որ տեսնեք, որովհետև $741 տուն չի էսի, բայց երբ որ լիստ ես արել Քրիսմասի ժամանակ, եւ այս արժեքն ես դնում ինձ ցույց է տալի, որ այս մարդը կամ իսկապես desperate է, կամ իսկապես they have no idea ինչ են անում, որ դա մի քիչ դժվար է իմ համար ընդունել այսքան off կենի։ Վալենսիա 4 ննջասենյակ 3 լվացարան 2100 square feet տունի մեծությունն է, 8000 square feet հողամասի մեծությունն է, նայեք, շատ սիրուն ճաշակով եմ, որ մեծ է ուզում, չափս է ուզում 1200-ի մեջ չես տեղավորվում, 4 bedroom պետք ունես, $466 price per square feet, այս վիճակի տուն, որ պետք է չունես որևէ բան ծախսես, այդ 995-ը չի կարևորը, փուլն է, տունի վիճակն է, հողի մեծությունն է, տարին որ սարքեն $466, nothing is wrong, so 995-ը չի, շատ լավ արժեք է էսի, շատ է լավ տուն է։ Glendora, որ մա ճիշտ Pasadena-ի կողքը, այո, Pasadena-ին կպած, եթե մի քիչ ասեմ San Gabriel Valley-ի թե ինչ-որ խոսացիմ, 3 bedroom, 3 bath, սա էլ նույնը։ Glendora, այո, համեմատաբար թանկ է, բայց սա էլ Քրիսմասին է լիստ արել, գոնե տունի վիճակը շատ ավելի լավ է, 1700 square feet, 8500 հողը, բայց $641 է լիստ արել price per square feet, $1,148,000 asking price է։ Ես կարծում եմ, որ էսի ամենից քիչը 100,000 տեղ ունի իշնելու համար, բայց նորեն desperate պատճառներով փուլ էլ ունի, AD-ն էլ ունի, եթե նայում եք կողքից AD-ն է սարքել, բայց նորեն I don't think the time is right. La Crescenta 3 ննջասենյակ 2 լվացարան 1 հարկի վրա remodel-ած է, լավ վիճակի մեջ է, 1758 square feet տունի մեծությունն է, 9600 square feet հողամասի մեծությունն է, ինչպես տեսնում եք nicely done, շատ սիրուն աշխատանք են տարել, շատ սիրուն գործ են տարել, $1,375,000 Այս տունը $782 price per square feet, կասեմ կարժի, այո, definitely is worth it, որովհետև ինչպես ասամ, տունը լրիվ աշխատանքը տարել են, it's in good condition, so yeah, definitely is worth it։ Ես եմ ժամանակ ունենք մի քանի Pasadena 5 ննջասենյակ 3 լվացարան, so այս տունը location, it's okay, it's not the greatest location, բայց 3000 square feet քեզի տալիս է որպես floor plan, հիմա դու կարող ես սենյակները փոխես, մեծացնես 5 ննջարանը, 3 ննջարան անես, բայց գոնե 3000 square feet ունես, որ մեկի սենյակները մեծացնես, it's not a bad condition, բայց հողը 12000 square feet էլ հող ունես, եւ asking price-ը $616 price per square feet, Pasadena-ի այս location-ում, եկիչ, I would say թանկ չի, արժան էլ չի, that's the price for Pasadena, բայց տեղ ունես AD ունի, երկրորդ տունն է, դա համար 5 bedroom-ը, որտեղ երկուսը միասին են։ Dana Point, այս տունը շատ գեղեցիկ, շատ beautiful, ծովի մոտ, Dana Point արդեն շատ հարկի, Newport Beach-ից ճիշտ ակնա, ավելի լավ է Newport Beach-ից, 5 ննջասենյակ 8 լվացարան, 7200 square feet տունի մեծությունն է, movie theater ունի, ամեն ինչ ունի, 16000 հողամասի մեծությունն է, 2009 թվականի սարքած է։ Dana Point-ում $1500 price per square feet եւ այս տեսակի տուն շատ լավ արժեք են դրել։ This is a good price for Dana Point sense տեսակ տուն, այս տեսակ տուն, $10 million asking price, նա 11 միլիոն երողություն, Dana Point-ում you can't go wrong with this price։ Կարողացամ մի քանի լիստինգները ձեզ ցույց տամ, ուրեմն նոր տարին սկսում ենք ուժեղ, նոր տարին սկսում ենք positive, նոր տարին սկսում ենք ավելի մոտիկից ուսումնասիրելով, որ ուր ենք եթում հասկացեք, գումարի մասին հասկացեք, փողի մասին հասկացեք, տոկոսի մասին հասկացեք, որովհետև ամեն անձնավորության кейսը տարբեր է, ձեզ հետ հանդիպելով խոսալով ես կարող եմ խորհուրդ տամ քեզի մեկ բան, մյուսին ուրիշ բան, որովհետև նույն պայմանները չունեք միասին։ Լավ մնացեք, շնորհավոր ջրօգնեկը, Սուրբ Ծնունդը եւ կհանդիպենք ձեզ մյուս շաբաթ, ստեսություն ձեզ։ Thank you.
Thank you.